Վրացիները կրեցին մեզ, հայ-թուրքական սահմանը բացվել էր այսօր, իսկ պաշտպանության նախարարության հերկման ստեղը կախվել էր։ Ողջույն սիրելի բարեկամներ, այդ 3 իրադարձությունները կարևորել եմ, որ ձեզ հետ կիսվեմ։ Սկսենք ամենակարևորից, 3 հրապարակը ցնծում էր։ Վրացի ֆուտբոլասերները բազմաթիվ եկել էին եւ իրենց ուրախությունն էին հայտնում։ Եվ այդ ֆոնի վրա մեկ էլ ինֆորմացիայի հետևից, թե վրացիների ավտոհամարանիշներն են գողացել։ Այս ինչ բան է, այ մարդիկ հյուր են եկել։ Հետո ինչ որ իրենք մեզ հաղթել են, կրել են, իդեպ 0-3 հաշվով, բայց ֆուտբոլագետները ասում են շատ լավ էին խաղում վրացիները։ Ամեն դեպքում այդ ինֆորմացիան ոստիկանության, այսինքն հիմա արդեն ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հերքել է, ասել է, որ միայն մեկ դեպքի մասին է եղել ահազանգ, եթե կան Եվս մի քանիսը, ուրեմն խնդրել է հայտնեն։ Տեսնես այդ վրացական համարը ինչ էին գողանում, մարդ չի հասկանում, մեկ է սահմանին այդ մարդիկ մի ձև պետք է անցնեին, հետո բա այդպես են հյուրերին ընդունում։ Ամեն դեպքում այդ մեկ դեպքի հետ կապված մի հայոց պատմություն էին սարքել, իսկ մինչ այդ մեր հայ ֆուտբոլասերները պահանջում էին Ֆուտբոլի ֆեդերացիայի Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Դե առաջին անգամը չի, արդեն ոնց որ ասում են խասյաթ է դարձել ու արդեն շատերս հասկացել ենք ինչպես այս իշխանությունները, այնպես էլ ինչով է պակաս Արմեն Մելիքբեկյանը, որ մի հատ էլ հրաժարական տա, դա դուք չհասկացաք, բայց կրվում ենք ամեն տեղ, սահմաններում, Սուրեն Պապիկյանն էլ իր վրացի կոլեգայի հետ էր նստել ֆուտբոլ էր նայում, այնինչ այդ ժամանակ հերքումի հետևից։ Արդեն գիտեք 3-4 եւ բավականին տևական ժամանակ է պաշտպանության նախարարության մամլո ուրեմն հաղորդագրությունները կարծես միայն հերքման ստեղնի, այսինքն կնոպկայի վրա լրված են։ Կարդում ենք կարծես մտածում ես, էս ինչա լարված իրավիճակ է, բայց հերքում են, թե այ ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, մենք հարձակվել ենք, հիմնականում Սյունիքի հատվածում, այսօր նաև Վարդենիսի շրջանից լուրեր ստացանք, որ իբրև թե կրակել են եւ հերքում, գիտեք, մենք արդեն նորից մի քանի դասեր քաղել ենք։ Եթե պատերազմ է, ապա ինչու է մեր գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը անընդհատ ասում, ես պաշտպանության նախարարությանը հրահանգել եմ, ոչ մի պատերազմ, ոչ մի կրակոց, այսինքն էլ ինչու եք հավաքներ անում, այդ երեխաներին ինչու եք տանում բանակ, մի խոսքով, երևի պետք է պաշտպանության նախարարության վախը չափել, կամ թող փոխեն, մեկ է Ալիևը ինչ պահանջում է, այն էլ անում են,
Հիմա էլ ասում է ինչ խաղաղության պայմանագիր, այ մարդ չեմ ստորագրելու եւ իհարկե երևի ադրբեջանական մամուլի այդ հայտարարությունները, թե մենք խախտել ենք հրադադարի ռեժիմը, չնայած դա էլ ինչ հրադադար, ինչի այդպիսի բաներ էլ է հայտարարված եղել կամ ստորագրվել։ Այսպես կամ ու կացով մեկ էլ իմանում ենք, որ հայ-թուրքական սահմանը մարգարայի անցակետը, որը վերջերս վերանորոգվել էր եւ Թուրքիայից եկած հրավիրված լրագրողներին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տարել էր, էքսկուրսիա էր կազմակերպել, այսօր բացվում է։ Հարգելի հետևորդներ, այս պայն մենք գտնվում ենք հայ-թուրքական սահմանին, մարգարայի անցակետում, դուք տեսնում եք բեռները, որոնք այստեղից պետք է տեղափոխվեն Սիրիա, նշեմ, որ 10 օրով հայ-թուրքական սահմանը բացվում է, Սիրիա հումանիտար բեռներ տեղափոխելու համար։ Մեզ այստեղ թույլատրել են նկարահանում իրականացնել համապատասխան անցագրով։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մարգարայի անցակետը բացվել էր նաև Թուրքիայի երկրաշարժի ժամանակ, երբ որ Երևանը որոշել էր օգնություն հումանիտար ուղարկել Թուրքիա։ Ներողություն։ Այստեղից կարող եք տեսնել։ Ահա Թուրքիայի սահմանը։ Այս պահին այսքանը, հարգելի հետևորդներ, ես ձեզ հորդորում եմ հետևել New Day AM լրատվականին եւ տեղեկացված կլինեք այստեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին։ 10 օրով բացվում է, որ ինչի, որ Սիրիա օգնություն տանեն։ Հա չեն նշում Սիրիայի հայերին, թե ումենի չեն տանում, ամեն դեպքում մտածում ես, այս սահմանը բացվեց, Թուրքիային օգնություն տարան, հիմա Սիրիային են տալնի, տեսեք մեծ Թուրքիան, տեսեք մեծ Սիրիան, եւ ճիշտ էին այսօր լրագրողներին, երբ որ այդ բացումն էին անում եւ բեռնատարները ուղարկում էին մարգարայի կամուրջով Թուրքիայով Սիրիա, այդտեղի մարգարայի բնակիչները ճիշտ էին վրթովում, ասում էին հələ տեսեք մի հատ փոքրիկ Հայաստան ու այդ մեծ երկրները։ Սահմանը ժամանակավորապես բացվեց 10 օր բաց կմնա, Սիրիա մարդասիրական բեռներ են ուղարկվում։ Ինչ կարող եք ասել առհասարակ սահմանի բացման վերաբերյալ, այսինքն դուք ինչ եք կարծում, Թուրքիան առանց նախապայմանների պատրաստ է սահմանը բացել։ Թուրքիան առանց նախապայմանների չի բացի։ Այնքան պայմաններ դնան, հետև մեզ լրատվամիջոցներին, տելևիզոր տարբեր ալիքներ, ամեն մեկը մի բան ասան, այսօր հայ ժողովուրդներ անորոշ վիճակի է, հասարակ ռամիկ մարդը չի կողմ, տարիներ առաջ ես որպես կայացած մարդ էի համարում ձի, գիտեի հստակ որ կուսնը, այսօր չգիտես ինչ է կատարվում։ Աղջիկ ջան, այսօր չեմ կարող ասել, մեր պետությունը գիտի, վերջը բոլորներ մտածում են այս տարածքի հողը ջրի մասին, բայց հողը ուրիշ գույն ունի։ Շատ ազգեր են,
Տարերի խորքից եկած աշտր է այս տարածքին։ Բայց պահել ենք, մեր հողը ջուրը պահել ենք։ Մեր հայրենասիրությունն է, մեր Տեսնում եք հայ-թուրքական սահմանի վրա։ չեմ կարող ասել աղջիկ ջան։ Պետությունը հողի արժեքը գիտի։ Պետությունը հողի արժեքը գիտի, իսկ իշխանությունը ձեր կարծիքով գիտի հողի արժեքը։ Աղջիկ ջան, ես ով եմ, որ իշխանությանը գնահատական տամ, ես գյուղացի մարդ եմ։ Չեք իշխանություն վերողը։ Դուք ժողովուրդն եք, դուք չեք հիմնական իշխանությունը երկրում։ Չէ, Դուք ձեր իշխանություն չեք զգում։ Չէ, ժողովուրդը ընդրմա, բայց կան բաներ, որ պետությունը վերջի էլիտա գոյություն ունի, վերնախան ինչ կան էլ ժողովուրդը ես մի բաներ անի, էլի մեկը գոյություն ունի էլիտա ազգի մեջ է, հարց լուծող էլիտա գոյություն ունի, ես այդ կարծիքին եմ։ Այսինքն կարծում եք ժողովուրդը այսպես ասած խաղից դուրս է։ Հա ժողովուրդը ինչ կա, ժողովուրդ ինչ կա։ Բայց դուք 3 միլիոն վարչապետներից մեկը չեք։ Չէ, ոնց կարամ ես վարչապետի ինձ դնեմ խելացի մարդու տեղ ասեմ, ես էլ եմ ուզում վարչապետ լինել։ Իսկ սահմանի բացման Աբրած ունենա, աբրած կյանք ունենա, անցած ճանապարհ ունենա, նիստուկած ունենա։ Ոնց Ասում է ժողովուրդն է այստեղ իշխանություն, դուք եք իշխանություն։ Աղջիկ ջան, հիմա կպել է զացեպկա ես անում այդ բառից, ես որ ինչ որ բան ասեմ, ես հայ եմ։ Բոլոր Հայաստանից ցալնել տանեմ, Հայաստանից ցալնել տանեմ։ Ես ոչ մեկին չեմ ուզում կպնեմ, խոսամ, ես իմ կարծիքն ունեմ։ նայեք պապ ջան։ Ես օրինակ կողմնակից եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները չխաթարվի։ Մենք ինչա, չունենք կարիք այդ օգնության, մենք ընդունում ենք և Սիրիայի հայերին, Լիբանանի հայերին, Արցախի հայերին, այնքան խնդիրներ ունեն, տունը ծակ ու ծուկ չունենք փակելու, որ բացում եք ճանապարհը։ Դե, պարզ է, սա նորից ու նորից քաղաքական խաղեր են, որոնք հասարակ մարդիկ խորքային չեն էլ հասկանա, թե ինչ է կատարվում, բայց վրդովվել իրավունք ունեն, որովհետև օրինակ իմ ձեր գրպանից 7.5 միլիոն դրամ ինչու պետք է օգտագործեին բյուջեից, որպիսի մի 10 հոգի թուրք լրագրող հրավիրեին եւ հետո այդ թուրք լրագրողները գնային ինչքան ցեղ կար թափեին մեր գլխին, իհարկե պատմական խեղումներով։ Ահա այսքանն էին կարճ, բայց բովանդակալից այսօրվա նորությունները։ Կհանդիպենք։